Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանին եւ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցները Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, ապա պատժամիջոցները կշարունակվեն։ Թուրքիան կսկսի մարտական ինքնաթիռների եւ ավիակիրների արտադրություն, այս մասին հայտարարել է Էրդողանը։ Մեր անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, նավերի, ուղղաթիռների եւ տանկերի միջոցով մենք կարող ենք ինքնուրույն բարելավել մեր կարիքները բազմաթիվ ոլորտներում, հայտարարել է Էրդողանը։ Նեթանյահուն Իրանի առաջնորդներին զգուշացրել է անհավանական հակահարվածի մասին, եթե նրանք հարձակվեն Իսրայելի վրա։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի եւ մեկ բան հաստատ է, եթե այաթոլաները սխալ թույլ տան եւ հարձակվեն մեզ վրա, նրանք կհանդիպեն այնպիսի պատասխանի, որ նույնիսկ չեն կարող պատկերացնել, ասել է Նեթանյահուն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի վերաբերյալ, այդ թվում հաշվի առնելով Ժնևյան հարթակում կայացած ամերիկա-իրանական անուղղակի շփումների արդյունքները։ Ռուսական կողմից վերահաստատվել է աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է արդար քաղաքական դիվանագիտական լուծումների որոնմանը, հարգելով Իրանի օրինական իրավունքները միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի սկզբունքներին համապատասխան։